Կշերքների համար բարդ եւ բարեխառն ամիս է մայիսը, որովհետեւ սկզբում մայիսի 10-ից մինչեւ 20-ը Մերկուրին, Արեգակը գտնվում են կշերքների արդեն 8-րդ աստղատանը, որը նույնպես էքստրեմալ իրավիճակների, լարված ինչ որ զարգացումների տուն է։ Նաև ֆինանսական խնդիրներ կարող են առաջանալ ձեր մոտ, նամանավանդ, որ լիալուսինը մայիսյան տեղի ունենում երկրորդ աստղատանը ձեր մոտ սիրելի կշերքներ, որը ֆինանսական հոսքերի, եկամուտների, աղբյուրների տուն, ընդհանրապես ունեցվածքի տուն է։ Եթե դուք այդ ժամանակ ճիշտ կարողանաք բաշխել ձեր ունեցվածքը, ձեր ֆինանսական հոսքերը, ընդհանրապես ճիշտ տնտեսական գործունեություն ծավալեք եւ ֆինանսական, ապա հաջողություն կունենաք, բայց զգուշացեք, որովհետև ամենայնիվ Արեգակի դիրքը ուրեմն 8-րդ տան է, իհարկե դա բավականին բարդացնելու է գործը։ Այսինքն կարելի ասել, որ մայիսի սկիզբը հիմնականում նվիրված է կշերքների մոտ ֆինանսական հարցերի կարգավորմանը։ Մայիսի երկրորդ կեսը ավելի շատ վերաբերում է անձնական հարցերի կարգավորմանը, այստեղ դժնդակ Սատուրնը, սահմանափակումների մոլորակ Սատուրնը մայիսի 25-ին մուտք է գործում ձեր 7-րդ տուն, խոյ կենդանակերպ սիրելի կշերքներ եւ իհարկե բարդացնելու է ձեր կյանքը, որտեղ խնդիրներ են առաջանալու ձեր զուգընկերների եւ գործընկերների միջև այդ փոխհարաբերություններում, այնպես որ զգուշ եղեք, այսինքն եթե այդ հարաբերությունում արդեն իսկ կա ճգնաժամ, արդեն իսկ կա լարվածություն, ապա Սատուրնը կարող առաջացնել բաժանություն, կարող առաջացնել լուրջ խնդիրներ, դատական գործընթացներ եւ այլն։ Ոստեղ իհարկե պետք է պահպանել այդ հավասարակշռությունը։ Արեգակը, Մերկուրին, նաև նորալուսինը կլինեն արդեն ձեր 9-րդ տանը, որը բարենպաստ է շփումների, կոնտակտների, հատկապես արտասահմանյան կազմակերպությունների հետ փոխհարաբերության համագործակցության համար։